Բարև ձեզ հարգելի հայրենակիցներ, ես Մարատ Հակոբյանն եմ Կիևից։ Այսօր Պուտինի կողմից Ուկրաինայի դեմ սանձազերծված ցեղասպանական պատերազմի 1198-րդ օրն է։ Լավ նորություններ ունենք Ռամշտայնից, բայց երևի սկսենք Թրամփի տարօրինակ հեռախոսազանգից Պուտինին։ Ես չգիտեմ իրականում ինչի էր ուզում հասնել Թրամփը Պուտինին զանգելով, բայց այն, որ Ամերիկայի նախագահը կրկին ձախողեց, փաստ է։ Զանգի արդյունքներով Թրամփը ներկայացրեց վախեցած եւ փակուղում հայտնված Պուտինին որպես վրիժառուի։ Թրամփի խոսքերով զրույցը եղել է լավ, բայց այն չի բերելու անմիջական խաղաղության։ Մեջբերեմ Պուտինը շատ վճռականորեն ասաց, որ ստիպված է պատասխանել վերջերս օդանավակայանների վրա հարձակմանը, հայտարարել է ԱՄՆ նախագահը։ Դրանից անմիջապես հետո Ուկրաինայում ԱՄՆ դեսպանատունը կոչ արեց ամերիկյան քաղաքացիներին պահպանել զգուշություն։ Իմ կարծիքով Թրամփի զանգը ուղղված էր նրան, որ Պուտինին հանի պարտված եւ փակուղի մխրճված կերպարից եւ ներկայացնի որպես վրիժառուի, խոսելով Պուտինի հնարավորությունների մասին։ Թրամփը պարզապես PR արեց Պուտինին, թեև դրա համար իրական հիմքեր գրեթե չկան։ Անհասկանալի է, թե ինչպես է Պուտինը վրեժ լուծելու, եւ եթե Ռուսաստանն ունի նման հնարավորություն, ապա ինչու է նա հապաղում, ինչու դա չարեց անմիջապես, ինչպես ուզում էին ռուսաստանցիները, անցած 3-4 օրերում։ Թրամփի զանգը Պուտինին ավելի շատ նման էր նրան PR անելու փորձի։ Իսկական երկու եղբայր են, երկուսն էլ մի բոյի, ինչպես ժողովուրդն է ասում։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին արձագանքել է Թրամփի եւ Պուտինի հեռախոսազրույցին։ Հունիսի 4-ին նախագահ Զելենսկին իր Facebook-յան էջում արձագանքել է Դոնալդ Թրամփի հայտարարությանը Կրեմլի ղեկավար Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի մասին։ Մեջբերեմ, շատերն են արդեն խոսել Ռուսաստանի հետ տարբեր մակարդակներով, բայց այդ զրույցներից ոչ մեկը չի բերել ոչ միայն կայուն խաղաղության, այլև նույնիսկ պատերազմի դադարի։ Ցավոք Պուտինը շարունակում է իրեն զգալ անպատժելի եւ նույնիսկ Ռուսաստանի բոլոր սարսափելի հարվածներից հետո նա դեռ պատրաստվում է ինչ-որ նոր պատասխանների, գրել է Ուկրաինայի ղեկավարը։ Զելենսկու խոսքով յուրաքանչյուր նոր հարվածով, յուրաքանչյուր նոր դիվանագիտական ձգձգմամբ Ռուսաստանը միջնամատ է ցույց տալիս ամբողջ աշխարհին, այդ թվում բոլոր նրանց, ովքեր չեն ցանկանում ուժեղացնել ճնշումը Ռուսաստանի վրա։ Մինչդեռ հենց Ռուսաստանն է, որ պետք է փնտրի խաղաղություն։ Պատերազմի գինը պետք է զգացվի Մոսկվայում, եւ այդ գինը բարձր պետք է լինի։ Ամենաբարձրը հենց ագրեսորի համար, ասել է Զելենսկին։ Ուկրաինայի նախագահը նշել է, որ 25 թվականի սկզբից, միայն 25 թվականի սկզբից Ռուսաստանի բանակը հարվածել է Ուկրաինային մոտ 27700 ավիառումբով, ավելի քան 11200 շահեդ տիպի դրոնով, մոտ 9000 այլ հարվածային դրոններով եւ ավելի քան 700 հրթիռով, այդ թվում բալիստիկ հրթիռներով։ Զելենսկու խոսքով, երբ Պուտինը չի զգում դիմադրություն, չի զգում ուժ, այլ միայն թուլություն, նա միշտ անցնում է նոր հանցագործությունների։ Մեջբերեմ, նման վերաբերմունքը նա անցալում է որպես լուր համաձայնության, նոր վայրագությունների, նոր հարվածների, նոր սպանությունների համար։ Եվ եթե ուժեղները չեն կանգնեցնում Պուտինին, նշանակում է նրանք կիսում են նրա հետ պատասխանատվությունը։ Իսկ եթե ուզում են կանգնեցնել, բայց չեն կարող, Պուտինը այլևս չի ընկալի նրանց որպես ուժեղ, նշել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ Սա կարելի է նաև կշտամբանք ընկալել Թրամփի հասցեին։ Ինձ թվում է Թրամփն էլ է հասկանում, որ իր զանգը Պուտինին պարզապես ավելորդ էր։ Սա կարող է նաև լինել փորձ սենատորներին ամերիկյան հնարավորություն չտալ սանկցիաներ մտցնել Պուտինի դեմ։ Նա փորձել է լարվածությունը թուլացնել, բայց ինձ թվում է նորից Թրամփի մոտ ոչինչ չի ստացվել, բացի Պուտինին PR անելուց։ Մինչ մնացած թեմաներին անցնելու, հիշեցնեմ, որ նրանց համար, ովքեր նախընտրում են առավել մանրամասն տեղեկանալ ռազմական իրադարձությունների մասին, կարող եք անցնել այս եթերի նկարագրության մեջ գտնվող հղումով դեպի մեր երկրորդ Հակոբյան լայվ ալիքը, որտեղ ամենօրյա հեռարձակումներ կան թարմ լուրերով ռազմաճակատից։ Ինչպես արդեն ասել եմ, երկու ալիքներն էլ աշխատում են զուգահեռ։ Հուսով եմ մեր նոր ձևաչափը ձեզ դուր է գալիս, իսկ ամենատպավորիչ տեսանյութերը կարող եք ինչպես միշտ վայելել մեր Telegram-յան ալիքում, քանի որ YouTube-ը չի թույլատրում շատ ռազմական կադրեր ցուցադրել։ Ռամշտայնի ձևաչափով անցկացված 28-րդ հանդիպումը Ուկրաինայի միջազգային գործընկերները վերածեցին աննախադեպ ռազմական աջակցության գործողության, երկրները ներկայացրեցին նոր օգնության փաթեթներ միլիարդավոր դոլարների չափով, հիմնականում կենտրոնանալով անօդաչու թռչող սարքերի, հակաօդային պաշտպանության, հրետանու եւ Ուկրաինայում զենքի արտադրության վրա։ Այս մասին տեղեկացրել է Ուկրաինայի պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովը։
Մեջբերեմ ուղիղ խոսքը, մենք տեսնում ենք նշանակալի արդյունքներ, 25 թվականին անվտանգության աջակցությունը կգերազանցի պատերազմի նախորդ բոլոր տարիներին, նշել է նախարարը։ Նոր աջակցության փաթեթների հիմնական բովանդակությանը ձեզ ներկայացնեմ, Մեծ Բրիտանիան ռեկորդային 350 միլիոն ֆունտ կտրամադրի անօդաչուների համար, սա Ուկրաինային 25 թվականին թույլ կտա ստանալ մինչև 100,000 անօդաչու, երեք այս թեմային անդրադարձել եմ, ընդհանուր ռազմական աջակցությունը 4.5 միլիարդ ֆունտ է, դրանից 247 միլիոնը հատկացվելու է զինված ուժերի պատրաստմանը։ Գերմանիան նոր ռազմական փաթեթ է ներկայացրել 5 միլիարդ եվրոյի, որը ներառում է Ուկրաինայում արտադրվելիք հեռահար զենքերի ֆինանսավորում, հոբ համակարգեր, զինամթերք եւ զենք։ Նիդերլանդները 400 միլիոն եվրոյի օգնություն, ներառյալ ականազերծման նավ, նավակներ եւ ծովային անօդաչուներ։ Բելգիան երկարաժամկետ նախաձեռնություն է իրականացնում Ուկրաինայի հետ, ամենամյա 1 միլիարդ եվրո աջակցություն Ուկրաինային մինչև 29 թվականը ականազերծման նավի փոխանցում։ Նորվեգիան 700 միլիոն դոլարի օգնություն անօդաչուների համար, շեշտը դնելով Ուկրաինայի պաշտպանական արդյունաբերության վրա, 50 միլիոն դոլար հատուկ հիմնադրամին կարևոր ծրագրեր ֆինանսավորելու համար։ Կանադան կտրամադրի 45 միլիոն դոլար անօդաչուների ռադիոէլեկտրոնային պայքարի համար, զրահապատ մեքենաների Կայոտ եւ Բիզոն մակնիշի մատակարարման համար։ Շվեդիան 440 միլիոն եվրո կտրամադրի միջազգային ծրագրերի համար, որոնք ուղղված են հրետանային զենքերի, անօդաչուների եւ այլ զինատեսակների գնմանը Ուկրաինայի համար։ Ումերովը շնորհակալություն է հայտնել բոլոր երկրներին, որոնք շարունակում են աջակցել Ուկրաինային եւ հատուկ նշել է նախարար Հիլին եւ նախարար Պիստորիուսին հանդիպման կազմակերպման համար։ Ուկրաինայում խաղաղությունը պետք է լինի արդար, երկարաժամկետ եւ ապահովված միջազգային համերաշխությամբ։ Մենք միասին աշխատում ենք այդ նպատակի համար, եզրափակել է նախարարը։ Ռամշտայնի ձևաչափով հանդիպման ընթացքում ընդունվեց նոր նախաձեռնություն ուկրաինական զենքերի համատեղ արտադրություն գործընկեր երկրների տարածքում։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովը։ Մեջբերեմ մեր ամենամոտ գործընկերներից մի քանիսը, նրանք ովքեր միլիարդավոր օգնություն են տրամադրում Ուկրաինային, առաջարկում են կառուցել գործարաններ նաև իրենց տարածքում, իրենց երկրներում ուկրաինական արդի զենքի արտադրության համար։ Նրանք պատրաստ են արտադրել ուկրաինական զենք ուկրաինական նախագծերով, պաշտոնական արտոնագրով, ասել է նախարարը։ Ումերովը ընդգծել է Ուկրաինայի դիրքորոշումը հստակ է, առաջնահերթությունը մնում են մեր զինված ուժերի կարիքները։ Թվարկեմ գործընկերների արդեն ձեռնարկած կոնկրետ քայլերը։ Արևմտաեվրոպական մի ընկերություն սկսել է Ուկրաինայում նոր տեսակի հրթիռների արտադրություն, հատուկ նախատեսված շահեդների դեմ պայքարի համար։ Մեծ Բրիտանիան Ուկրաինայի հետ համատեղ արտադրելու է LMM հրթիռներ եւ արձակման կայաններ։ Սրանք բազմաֆունկցիոնալ զինատեսակներ են։ Rheinmetall-ը գերմանական կառուցում է Ուկրաինայում նորագույն Lynx զրահամեքենաների արտադրություն։ Ուկրաինական ձեռնարկությունները արդեն արտադրում են զինամթերք Nammo ընկերության արտոնագրով Նորվեգիան, Ֆինլանդիա, շվեդական Saab, նորվեգական Kongsberg, ֆրանսիական Kins, ավելի ճիշտ ֆրանկո-գերմանական, գերմանական FFG, ամերիկյան Raytheon ընկերությունները ընդլայնում են իրենց ներկայությունը Ուկրաինայում։ Նախարարը նաև նշեց, որ այժմ եկել է ժամանակը, որպեսզի ուկրաինական ընկերությունները ներկայանան միջազգային շուկաներում, սակայն արտադրությամբ Ուկրաինայի համար։ Սա փոխշահավետ նախաձեռնություն է, Ուկրաինայի պաշտպանական արդյունաբերությունը կստանա մուտք արտաքին ֆինանսավորման, նորագույն տեխնոլոգիաների, արտադրական հարթակների եւ ռազմավարական գործունեության։ Իսկ մեր գործընկերները կուժեղացնեն իրենց արտադրական ներուժը զենք մատակարարելով Ուկրաինային, ամփոփել է Ումերովը։ Առանձին հայտնվում է նաև, որ կանադական Roshel ընկերությունը տեղափոխել է իր զրահապատ մեքենաների արտադրության մի մասը Ուկրաինա։ Այս մասին հայտարարել է ընկերության գլխավոր տնօրեն Ռոմա Շիմոնովը, ասեմ, որ շատ լավ մեքենաներ են, պատերազմում իրենց աննախադեպ արդարացրել են։ Ուկրաինայում նախատեսում է արտադրել NASAMS եւ IRIS-T հոբ համակարգեր, նման նախաձեռնությամբ հանդես է եկել նախագահը։ Ուկրաինան կարող է ոչ միայն ստանալ IRIS-T եւ NASAMS հակաօդային պաշտպանության համակարգեր, այլև արտադրել դրանք իր տարածքում, մասին հայտարարել նախագահ Վլադիմիր Զելենսկին Ռամշտայնի ձևաչափով հանդիպման ժամանակ։ Մեջբերեմ, մենք արդեն ունենք մի շարք համատեղ նախագծեր մեր գործընկերների հետ արդյունաբերության ոլորտում, խոսքը վերաբերում է ներդրումներին ուղղված ուկրաինական ռազմական արդյունաբերության զարգացմանը, նշել է նախագահ Զելենսկին։ Նա նաև հիշեցրել է Ուկրաինայի հաջողությունների մասին անօդաչու սարքերի ոլորտում, հատկապես Սարդոստայն ծրագրի շրջանակներում, փաստացի
ռուսական ստրատեգիական ավիացիայի ոչնչացումը, նաև գովազդային կամպանիաներ ուկրաինական դրոնների համար։ Ուկրաինայի պետական բյուջեում այս պահին արդեն նախատեսված է $70 միլիարդ զենքի գնումների համար։ Այս ամենի ֆոնին երևի թե վախեցած եւ պատի տակ պպզած Պուտինը ել չդիմացավ եւ դուրս եկավ ժողովրդի մոտ, արձագանքեց կատարվող իրադարձություններին։ Պուտինը ասել է, որ չի պատրաստվում հանդիպել Ուկրաինայի նախագահ Զելենսկու հետ, նաեւ առաջին անգամ մեկնաբանել է Բրյանսկի եւ Կուրսկի շրջաններում երկաթուղային կամուրջների պայթեցումները, որոնք տեղի են ունեցել նախորդ հանգստյան օրերին։ Նա մեղադրել է Ուկրաինային եւ անվանել դեպքերը ահաբեկչական գործողություն։ Հետարքիր է, չէ, երբ որ նա զորք է մտցնում Սումիի մարզ, օտար երկրի տարածք, դա իր կարծիքով երևի թե ահաբեկչություն չէ, բայց երբ որ Ուկրաինան կանխարգելում է այդ զորքերի մուտքը, Պուտինի գլխի մեջ սա ահաբեկչություն է երևում։ Մի տեսակ պրիմիտիվ է, չէ, դեռ որ ժամանակավրեպ է ընդհանրապես իր ներկայությունը Ռուսաստանի գահին։ Իր ելույթում Կրեմլի ղեկավարը կրկին հայտարարել է, թե իբր Ուկրաինայի իշխանությունները լեգիտիմ չեն եւ վերածվում են իբր թե ահաբեկչական կազմակերպության։ Ընդամենը որ Պուտինը կարողացավ արտաբերել, երևում էր, որ շատ վախեցած է, բայց այդ թեմայով ավելի շատ անդրադարձել եմ Հակոբյան լայվ ռազմական թողարկման ընթացքում։ Այսպիսով աշխարհակաղակական լարվածությունը շարունակում է աճել, իսկ Ռուսաստանը փորձում է պատասխանել քաղաքական եւ տեղեկատվական ճնշմամբ Ուկրաինայում զենքի արտադրության ընդլայնման ֆոնին։ Դե ինչպես ժողովրդական ասացվածն է ասում, շունը հաչում է, իսկ քարավանը գնում։ Շատ չերկարացնեմ եթերը, մինչ վաղը հետևենք նորություններին մեր Telegram-յան ալիքում, կրկին շատ լավ կադրեր ունենք։ Շնորհակալ եմ ձեզ, որ մեզ հետ եք, խնդրում եմ նորից ակտիվ լայքել, տարածել մեր եթերները, որպեսզի նույնիսկ ամռան այս դժվար պերիոդում ավելի շատ մեր հայրենակիցներ իմանան Ուկրաինայում եւ Ուկրաինայի շուրջ կատարվող իրադարձությունների մասին եւ հատկապես ընդգծեն իրենց համար կարեւորությունը, որպեսզի Հայաստանը կամ ամբողջ աշխարհի հայությունը նաեւ հնարավորություն ունենա մասնակցել են բոլոր ծրագրերին, որոնք կատարվում են Ուկրաինայում կամ Ուկրաինայի շուրջ։ Ձեզ լավ երեկո եմ մաղթում, կհանդիպենք։